7-րդ բաժինը նախընտրական ծրագրի կոչվում է ներքին անվտանգություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է ներկայացնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այս բաժնին անդրադառնալով Փաշինյանը շեշտել է ներքին լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է եւ պետություն ունենալու գործնականացված կամքը։ Երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից եւ համաձայնությունից, այսինքն լեգիտիմ է, ասում է վարչապետը։ Իրավակարգի լեգիտիմության աղբյուրը սահմանադրությունն է։ Սահմանադրության լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունը, ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության այս շղթան ընդհատված է, որովհետև նախկինում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեների պաշտոնական արդյունքները լայնորեն կասկածի տակ են առնվել եւ չկա ըմբռնում, որ ժողովուրդն իրոք քվեարկել է սահմանադրության օգտին։ Այս խնդիրը լուծելու եղանակը նոր սահմանադրության ընդունումն է ժողովրդի ազատ կամ արտահայտման միջոցով, ինչը լիարժեք լեգիտիմություն կտա Հայաստանում հաստատված իրավակարգին։ Իսկ քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այդ իրավակարգը հաստատված է ժողովրդի կողմից։ Դրանով է բացատրվում նաև նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, ընդգծում է վարչապետը, հիշեցնում իր դիրքորոշումը։ Նոր սահմանադրությունում չպետք է լինի անկախության հռչակագիրը մի պարզ պատճառով։ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու, չնայած որ այստեղ էլ բայցեր կարող են լինել։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, բնականաբար ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ որոշումը կընդունի գիտություն։ Այստեղ քննարկման ընդհանրապես թեմա չկա։ Մենք երբեք կասկածի տակ չենք առել եւ կասկածի տակ չենք առնի որևէ բան որոշելու ժողովրդի իրավունքը երբեք, բայց նաեւ մենք պարտավոր ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատ ունեցող քաղաքական ուժ ներկայացնել քաղաքական այն բովանդակությունը կամ այն բովանդակության ընկալումը, որը նաեւ ձևավորել ենք մենք փորձի արդյունքում, նաև ձևավորել ենք վերջին 8 տարվա մեր գործունեության արդյունքում։ Էլի հստակ ասում եմ, որ եւ ընդ որում այս արձանագրումը ամեն օրվա հետ ավելի հիմնավոր է դառնում, որովհետեւ ընտրություններում պատերազմի եռագլուխ կուսակցության հաջողությունը նշանակում է Ղարաբաղյան շարժման շարունակություն սրանից բխող բոլոր հետևանքներով։ Վարչապետը հիշեցնում է ինքը 2024-ին եւս կոչ է արել շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Եթե ժողովուրդն այդ որոշման հետ համաձայն չէ, ես կոչ եմ անում ժողովրդին դուրս գալ, հեղափոխություն անել եւ զրկել ինձ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Իմիջայլոց առաջիկա ընտրություններում էլ բնականաբար այդ հնարավորությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն եւ բայց նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն իրականացնելու այդ պատմաքաղաքական հեղափոխությունը, երբ որ մենք կենտրոնանում ենք մեր ինքնիշխան պետության շահերի վրա եւ գործում ենք բացառապես այդ շահերի, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, խաղաղության շահերի համար։ Եվ սա պատմական ընտրություն է։ Ավելի քան 30 տարի Ղարաբաղի մեր ժողովուրդը լիարժեք կյանքով չի ապրել, ինչ որ առումով քաղաքական պատանդի կարգավիճակում։ Այսօր արդեն Ղարաբաղի ժողովուրդը պետք է տեղավորվի Հայաստանում, դուրս գա պանդխտության կարգավիճակից։ Երբ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանա սահմանադրական մեծամասնություն, դա կլինի, որ պատմաքաղաքական հեղափոխությունը ըստ էության տեղի է ունենում եւ ժողովուրդը նախնական հավանություն տալիս է այս նախագծին, այս ծրագրին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արձանագրում են, որ իրենք տեր են կանգնում իրենց պետությանը։ Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի հետագա զարգացման համար։ Սա եւս քաղաքացիական պայմանագիրը ներառել է նախընտրական ծրագրում։ Սրա լուծումը եւս նոր սահմանադրությունն է տալու։ Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական երկիր լինելու համար անհրաժեշտ նախադրյալները։ Արհեստական բանականությունը պետք է ներդրվի բոլոր այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է։ Նախընտրական ծրագրի հաջորդ կետը արժեքահեն հանրության մասին է։ Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանի ծառայելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։
Վերջին տասնամյակներում Հայաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը մի մեծ մասով օտարվել է եւ շարունակում է օտարվել Հայաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչը այդ թվում հոգեվոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենատկետ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ որդեգրում է ճանապարհային հետեւյալ քարտեզը, ներկայացնում է վարչապետը։ Ա. Հայաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, հանգստի կոչում։ Բ. Սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Գ. Հայաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունում։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Դ. Սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած խորհրդանական մեծամասնությունը եւ կառավարությունը ձեռնմուխ կլինեն հոգեվոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու։ Միևնույն ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի եւ կրոնական համոզմունքների ազատությունը եւ վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ սահմանադրության համաձայն կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով Հայաստանի սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։ Բարենորոգման օրակարգը հանուն եկեղեցու է, բայց նաև մենք պետք է հասկանանք ինչ է եկեղեցին համաձայն քրիստոնեական տեսության, համաձայն նոր կտակարանի։ Եկեղեցին առաջին հերթին հավատացյալ համայնքն է, ժողովուրդն է, մարդիկ են եկեղեցին։ Այո, հոգևոր սպասավորները եկեղեցու մաս են, բայց հոգևոր սպասավորները եկեղեցին չեն։ Եկեղեցին ժողովուրդն է, որովհետև Հիսուս Քրիստոսը ասում է այնտեղ, որտեղ իմ անունով 3 հոգի կհավաքվեն, դա է եկեղեցին։ Եվ խնդիրն այն է, որ եկեղեցու գործող գլխի գործունեության արդյունքում եկեղեցի ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Հայաստանում հոգևոր կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Ավելին ասեմ, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու պետք է հոգևոր դասի ներկայացուցիչները հնարավորություն չունենան օգտվել սոցիալական երաշխիքների այն համակարգերից, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների համար։ Այստեղ է նաև երևում, որ ոմանք փորձում են եկեղեցին դուրս դնել պետությունից եւ դարձնել պետություն պետության ներսում։ Այս տրամաբանությունը անընդունելի է, ասում է վարչապետը։ Ժողովուրդը պետք է պատասխանի հարցին. Իսկ ինչքանով է իրենց համար ընդունելի, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի Հանրապետությունում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն։ Եկեղեցին ըստ էության պաշտոնապես ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ։ Հոգևոր քարոզները թողած զբաղված են քաղաքական քարոզներով եւ ընդ որում այդ թվում մարդիկ շատ հաճախ անցել են եւ անցնում են օրենքի գծերը սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հետևաբար, ըստ վարչապետի, ժողովուրդը պետք է այս հարցը լուծի։ Սփյուռքի մի շարք կառույցներում առաջ են մղվում այլ երկրների շահերը, ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ պետականության։ Սա եւս մի նրբություն է, որին պետք է շատ ուշադիր լինենք, ասում է վարչապետը։ Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, եւ այս համակարգից չեն կարող դուրս լինել հոգեվոր ծառայողները։ Մենք վաղուց ենք խոսել, որ Հայաստանի Առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաեւ հարկեր վճարի, ընդ որում մենք ասում ենք, այս գլխից մենք պարտավորվում ենք եւ ասում ենք, որ այդ վճարված հավաքագրված հարկերը 100% անվերապահորեն կվերադարձնենք Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցուն, բայց եւ դեռ մի բան էլ ավելին,
ըստ անհրաժեշտության նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով եւ այդպես շարունակ։ Իսկ ինչու նրանք չեն համաձայնվում։ Ինչու է արդեն 8 տարի Կտրիչ Ներսյանի համար այս օրակարգը ինչու է անընդունելի։ Մի պարզ պատճառով, որովհետև նրանք ուզում են գործել ստվերում, չլինել հաշվետվողական եկեղեցու առաջ, որն է ժողովուրդը։ Եկեղեցին ժողովուրդն է, սիրելի ժողովուրդ։ Եկեղեցին ժողովուրդն է։ Եկեղեցին Կտրիչ Ներսիսյանը չի եւ երբեք չի եղել։ Հաջորդ հարցը նախընտրական ծրագրում մշակույթի և սպորտի տնտեսականացումն է։ Պետությունը մշակույթին և սպորտին պետք է աջակցի տնտեսականացման ուղղությամբ ավելի դիմաց սկզբունքով։ Առողջ ապրելակերպն էլ է կարևորվում, այն ներառում է նաև ֆիզիկական ակտիվություն։ Կա նաև սոցիալական համերաշխության առանցքային սկզբունքի մասին կետ, որ մարդն իր բարեկեցության աստիճանին հասնում է սեփական աշխատանքի միջոցով, ընդգծում է Նիկոլ Փաշինյանը։ Լավ ապրելու միջոցը աշխատելն է։ Ուրիշ լավ ապրելու միջոց պարզապես գոյություն չունի։ Համենայն դեպս օրինական միջոց գոյություն չունի եւ անօրինական միջոցներով էլի հնարավոր չէ լավ ապրել, որովհետեւ լավ ապրելու կարևոր կոմպոնենտներից է նաեւ այդ հոգեկան հանդարտությունը եւ հանգստությունը։ Եթե որ մեկը ապօրինի ճանապարհով է լավ ապրում կամ փորձում լավ ապրել, ակնհայտ է, որ ինքը քունը կորցնելու է եւ սա չի կարող համարել լավ ապրել։ Բնության նկատմամբ խնամքը, կեսաբազմազանությունը պետք է լինեն պետական եւ հանրային ուշադրության կենտրոնում։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաեւ ջրի նկատմամբ խնայող եւ հոգատար հանրային վերաբերմունքի եւ վարքականոնի ձևավորմանը, այդ թվում կրթական համակարգի միջոցով։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու 3 հիմնական ուղղություններով՝ խմելու ջուր, որտեղ մենք պետք է ապահովենք երկարաժամկետում 24-ժամյա ջրամատակարարում, ոռոգման ջուր, մենք պետք է լայնորեն ընդլայնենք ոռոգելի տարածքները մեր երկրում եւ իհարկե շատ կարեւոր է արձանագրել, որ երկարաժամկետ հեռանկարում պետք է բացառել օգտագործված ջրի առանց մաքրման բաց թողում բնություն։ Այսինքն օգտագործված ջուրը պետք է մաքրվի, նոր բաց թողնվի բնություն եւ սա է կարևորագույն պայմաններից մեկը մեր երկրում ջրային խնդիրները ապահովելու։ Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելը կշարունակի մնալ կարևոր խնդիր մարդկանց հարմարավետությունը, բարեկեցությունը եւ երջանկությունն ապահովելու տեսակետից, ընդգծում է վարչապետը։ Նախընտրական ծրագրի հաջորդ հատվածը կոչվում է տնտեսական զարգացումը, պետական շահ։ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետեւ միայն տնտեսական զարգացման արդյունքում են ձևավորվում այն ֆինանսական միջոցները, որոնցով կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ամրացված շրջաններ։ Իսկ սրա մասին վարչապետն ավելի մանրամասն կխոսի ապրիլի 22-ին։ Մերի Խաչատրյան, լուրեր։